Սև վարդը այս ջերմոցի ամենադժվար խնամք պահանջող ծաղիկն է։ Վարդերի երկիր Հոլանդիայում դրա գլխիկի բարձրությունը հասնում է մինչև 3 սանտիմետր։ Հայաստանյան սև վարդի գլխիկի բարձրությունը հաջողվել է հասնել մինչև 5 սմ։ Մեծ գլխիկներով սև վարդերի գաղտնիքն առաջին հերթին Հայաստանի բնակլիմայական պայմաններն են, երկրորդը հոգատար վերաբերմունքը, որ ստանում է այս ջերմոցի գեղեցկուհիներից յուրաքանչյուրը։ Ասում են կարմիր, սպիտակ, սև, նույնիսկ երկգույն ծաղիկների այս դրախտում թաքուհին դեղին վարդն է։ Այնքան յուրահատուկ է, որ աճում է միայն վարդերի երկիր Հոլանդիայում, այժմ նաև Հայաստանում։ Ավելորդ շիվերը ծռում ենք, թեքում ենք, իրանց հետ ինչքան հայերեն կարելի ասել լեզվով խոսում ես, իրանք լավ հասկանում։ Նաիրա Մովսիսյանը ծաղկանոցում միայն մի քանի ամիս է աշխատում, ասում է արդեն հասկացել է վարդերի լեզուն, իր գործը սիրում է։ Որքան էլ զգույշ է գեղեցկուհու հետ շփվում, ձեռքերը միշտ քերծված են։ Հայաստանում դեղին վարդերն աճում են նաև իր հոգատարության շնորհիվ, կատակում է։ Հոլանդիա այցելելու փոխարեն կարելի է իրենց գյուղ գալ։ Իրոք դեղին վարդերը շատ բացառիկ վարդեր են, շատ դժվար մշակվող վարդեր են, բայց շատ գեղեցիկ։ Մեզ մոտ ստացվեց, չգիտեմ։ Հոլանդացի Մարտի Պետորսն այստեղ իրեն զգում է ինչպես տանը, աշխատում է ջերմոցի հիմնադրման օրից, 1 տարուց մի քիչ ավելի, հետևում է ծաղիկների խնամքի ողջ ընթացքին։ Տեսնում եք, վարդն ունի գեղեցիկ ցողուն, գեղեցիկ տերևներ եւ իհարկե գեղեցիկ գլուխ։ Արժանի է, որ նվիրեն գեղեցիկ աղջկա։ Բարձրորակ վարդերի գաղտնիքը դրանց մշակման բնական միջոցներն են։ Մարտին օրինակ միջատների դեմ պայքարում է ոչ թե քիմիական նյութերով, այլ Հոլանդիայից հատուկ միջատներ է պատվիրում, որոնք սպանում են ծաղիկները փչացնողներին։ Այս վարդերը պայմանագրով արտահանվում են Ռուսաստան, Բելարուս, Վրաստան, այլ երկրներից էլ պատվերներ ունեն։ Երբ այս վարդերի լուսանկարները Հոլանդիա է ուղարկել, տեսնողներն ապշել են, ասում է։ It is first of all very nice weather here to grow roses. Հայաստանում եղանակն է բարենպաստ, արևը շատ ուժեղ է, ձմռանն օրինակ Հոլանդիայում մութն ավելի ուշ է ընկնում, քան այստեղ։ Հայաստանը լուսավոր երկիր է։ Այստեղ աճող վարդերի միայն չնչին մասն է սպառվում Հայաստանում։ Կոկոնը բացվելուց հետո դրանք քաղում են, փաթեթավորում, որ երկար ապրեն եւ ուղարկում արտասահման։ Վաղն այս ծաղիկները կարող են զարդարել ռուսաստանյան որևէ հանդիսություն, շուրջ բոլորը տարածելով հոլանդական վարդերի հայկական բույրը։ Արսեն Դումանյան, Նարեկ Եղիազարյան, ժամը լրատվական։